Այն պահին, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը մերժում էր ԱԺՔՊ-ական պատգամավորներ Ջուլիետտա Ազարյանին, Հայկ Սարգսյանին, անգամ Հայկ Ցիրունյանին, նույն այդ վարչությունը ընտրացուցակի թեկնածու է դարձնում մի մարդու, որի անունը կապվում է քրեական վարքագծի սպառնալիքների եւ բռնության պատմությունների հետ։ Այլ կերպ ասած, քրեական տարր է, որի գոյությունը որևէ քաղաքական թիմում արդեն խնդիր է։ Խոսքը իշխող կուսակցության անդամ Արագածոտնի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի մասին է, ով այսօր ոչ միայն ՔՊ շարքում է, այլև ցանկություն ունի պատգամավոր դառնալու։ Ճանապարհին մի հատ երեխա էր կանգնած, ձեռը տնկեց ավտով կանգնա։ Այս երեխուն նստեցրի։ Հանրային դաշտում արդեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է ֆուտբոլի գնացող 7-8 տարեկան երեխային իջեցրել մեքենայից, միայն այն պատճառով, որ երեխան արցախցի է եղել եւ քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ Դավաճան Նիկոլը հողերը տվեց, պուճուր երեխա, զայրացած պատմում է ՔՊ-ականը։ Պուճուր երեխա, 7-8 տարեկան երեխա։ Դավաճան Նիկոլը հողերը տվեց, հիմա էլ պատրաստվում է Երևանը տա։ Սրան հաջորդում են արդեն ուղիղ սպառնալիքները։ Թորոսյանը տեսանյութում ասում է, որ ճշտել է երեխայի ծնողների աշխատանքը եւ համախոհներին, խոստանում է երկուշաբթի կզբաղվեմ դրանցով։ Նման մարդկանց դուրս ենք շպրտելու համակարգից։ Երեխայի ընտանիքը Արցախից տեղահանված է, մայրը աշխատում էր համայնքային ենթակայության հաստատությունում, թեպետն նշել է, որ իր որդու հետ կոպիտ վերաբերմունք չի եղել։ Պաշտոնատար անձի հանրային խոսքը եւ սպառնալիքներն արդեն իսկ ինքնին խնդիր են։ Եվ այս ամենի ֆոնում ՔՊ-ական պաշտոնյան տեսանյութում ողջուններ է հղում տեղական ԱԱԾ-ին ու ոստիկանությանը, հայտարարելով քարշտուր տներից հանի։ Այսպիսով, երբ իշխող կուսակցությունը խոսում է նոր քաղաքական մշակույթից, պարզվում է այսպիսի վարքագծով մարդիկ են դառնում ընտրացուցակի թեկնածու։ Եթե սա է ՔՊ-ի արժեհամակարգը, նշանակում է բարեվարքության նոր սանդղակ է կառուցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որքան անկիրթ, բռնի, քրեածին, այնքան ողջունելի իշխանության համար։